Պետությունը նախ մինչև 18 տարեկան 65+ անձանց հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին սոցանապահության բալ ունեցող քաղաքացիներին վճարել է ամբողջական ապահովագրության գումարը։ Կան խումբ 200,000 դրամից ավել ստացողները, ովքեր իրենք են վճարելու իրենց ապահովագրության համար։ Եվ մարդը դառնալով ապահովագրական համակարգի շահառու կարգավիճակ ունենալուց հետո օգտվելու է։ Տիկին Ավանեսյան, առողջապահական հայ ապահովագրության հետ կապված ի վերջո այդ համընդհանուր ապահովագրության օպերատորի մրցույթը ինչ փուլում է, արդյոք հայտարարվել է թե չէ, որ ընկերություններն են դիմում տեղական եւ միջազգային։ Ուրեմն տեսեք, մենք 2016 թվականից ունենք Արմետ միասնական տեղեկատվական համակարգը իր օպերատորով եւ այդ օպերատորը կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում այսօր էլ սպասարկում է։ Բայց գիտեք, որ տեխնոլոգիաները շատ սրընթաց զարգանում են եւ մենք ապահովագրական նաեւ շրջանակներում անընդհատ ընդլայնելու ենք մեր թվային գործիքները, հնարավորությունները եւ շարունակաբար նոր ուրեմն շրջանակների համար մրցույթներ ենք իրականացնում, դրանցից մեկը արդեն իսկ ամփոփվել է, մրցութային հանձնաժողովը առաջիկայում կիրականացնի հայտի կամ հայտերի ուրեմն բաները, գնահատումը եւ հանդես կգանք արդեն ավարտման ժամանակ կիմանանք ունենք հաղթող, չունենք հաղթող, ով է հաղթողը։ Եվ համակարգը գործարկել առանց օպերատորի արդյոք Նարեկ ջան, բայց ես հենց հարցից պատասխանը դրանումն էր։ Ժողովուրդ ջան, մենք որ օպերատոր չունենք, բա Արմեդը, որ հիմա բոլորդ բացել եք, բա այդ ինչա որ ստացվում գրանցվել Արմեդով, օրինակ մենք շատ բողոքներ ենք ստանում։ կփոխանցեք մեզ այդ բողոքները։ Կախում է բացապես համակարգը Տիկին Ավանեսյանը։ Ինչը ձեր հավելվածն է կախել, թե ինչն է կախել։ Դե օրինակ իմ հավելվածին ասում է, որ ես ընդգրկված չեմ ապահովագրության այդ շահառուների ցանկում, բայց օրենքի բանջարին Ուրեմն եթե տեխնիկական խնդիր է, որ ձեր կարգավիճակը ճիշտ չի արտահայտվել, ուրեմն պետք է այդ հարցին էլ ինքը ունի ընթացակարգ ինչպես ուղղել իրավիճակը։ Մենք օպերատոր ունենք, այն հատվածով, որ այսօր գործարկված է, հաջորդիվ հավելյալ ծառայությունների մասով լինելու են ընդլայնումներ։ Եվ Արմեդը կարողանում է ամբողջապես քաղաքացիների անձնական տվյալները պաշտպանել, թե ոչ։ Միանշանակ դա օրենքով հստակ կարգավորված դաշտ է եւ բժշկական գաղտնիքն էլ հանդիսանում է ամենաբարձր պաշտպանության շեմ ունեցող անձնական տվյալները։ Այս ընթացքում էլ ուրեմն մենք թե սերվերային մեր տնտեսության եւ անվտանգության միջազգային ստանդարտների առումով ահռելի մեծ աշխատանք ենք իրականացրել եւ այո։ Եթե թույլ կտաք մի հատ թոշակառուի հարց եմ ուզում փոխանցել Տիկին Ավանեսյան թոշակառուներից մեկը դիմել է մեզ ու ապահովագրական ծախսերը քան իրենց կառավարությունն է հոգում եւ ասում է ինչպես կմեկնաբանեք այն որ կոնկրետ աչքի վիրահատության պարագայում կենսաթոշակառուին տրամադրվում է ամենաէժան օպտիկական լինզան ու հարցնում է այսպես է ստացվում որ թոշակառուների պարագայում մատուցվելու է ամենաէժան ոչ որակյալ բժշկական ծառայություն։ Գիտեք, եթե 50,000-անոց անգլիական միջազգային հայտնի բրենդը համարվում է էժանագին, բան չունեմ ասելու, չգիտեմ որը ինքը նկատի ունի, որ համարվում է լավ։ Այն փոխհատուցման առավել արժեքը, որ մենք տրամադրում ենք, 50,000 դրամը բավարար է լավագույն ստանդարտի լինզաներ տեղադրելու համար։ Եվ այդ նույն թոշակառուն մինչև ապահովագրության ներդրումը պետք է վճարեր 100,000-ավոր դրամներ վիրահատության համար եւ նաեւ լինզայի համար։ Այսօր նա իր աչքի տեսողությունը պետության ապահովագրման շրջանակներում ի վիճակի է ստանալու առանց որևէ կոպեկ վճարելու։ Եվ քանի հոգի է օգտվել ապահովագրությունից մինչև Արդեն երեկվա տվյալներով 130,000-ից ավել այց ենք ունեցել տարբեր ծառայությունների շրջանակներում։ Եվ Տիկին նախարար ինչ խնդիրներ կան, որոնք մինչև հիմա լուծված չեն։ Օրինակ քաղաքացին գնում է հիվանդանոց, ունի եւ հաշմանդամության կարգօրինակ եւ ունի ապահովագրության այդ փաթեթի շահառու է։ Հիվանդանոցն ասում է գնա ուղեգիր բեր, մինչև ուղեգիրը չլինի չենք ընդունելի,
պոլիկլինիկան ասում է, քան որ արդեն հիվանդանոցում է, ես ուղեգիր չեմ կարող տալ։ Հիմա այստեղ խնդիրը որ դա ում դաշտում է, ով պետք է լուծի։ Տեսեք, հարգելի գործընկներ, իհարկե ունենք խնդիրներ, բազմաթիվ ընթացիկ կարգավորման ենթակա խնդիրներ կան, եւ ես նորից ուզում եմ ընդգծեմ, եթե մի բարեփոխում ներդրման արդյունքում նոր գործելու շրջանակ ու անհարմարություններ չի ստեղծում, նշանակում է դա փոփոխություն չի, բարեփոխում չի։ Այո, մենք այսօր էլ ունենք օպերատիվ խումբ, որը ամենօրյա ռեժիմով զբաղված է ընթացիկ կարգավորումներ, փոփոխություններ, շտկումներ, բարելավումներ անելու առումով, կներեք էլի վերջացնեմ։ Մենք ունենք 40,000 բուժաշխատողների մեծ բանակ, ովքեր որ պիտի այս նոր համակարգի հետ նաև ընթացիկ այդ հիվանդանոցի դերակատարումը, պոլիկլինիկայի դերակատարումը, այս բոլոր դերակատարումների առումով մի փոքր ժամանակ է պես ամբողջապես հարմարվելու, բայց ես ուզում եմ ընդգծել, մենք ընդամենը 3 շաբաթ է, որ աշխատում ենք լրիվ նոր համակարգում, 1,600,000 հոգու ներառումով եւ այն ջանքերը, որ թափում են մեր բուժաշխատողները, մեր նաեւ վարչական պատասխանատվություն կրող անձինք եւ այդ ջանքերի արդյունքն է, որ այո, մեր խնդիրները ընթացիկ են, կարգավորելի են։ Բայց պարզապես 1,600,000-ն էլ չեն հելել, չէ՞ գնացել հիվանդանոցներ։ Բայց մենք 1,600,000 հոգու տվյալների կարգավիճակ շնորհելուց սկսած արդեն գործարկում անում ենք։ Այդքան մարդու զանգերին պատասխանում ենք, այդքան մարդու հարցերին պատասխանում ենք եւ այլն եւ այլն։ Այո, նրանք բոլորը միասին չեն գնացել հիվանդանոց, բայց այդ շահառուների խմբին սպասարկման աշխատանքները դեռ սկսել են դեկտեմբերի վերջի շաբաթից։